Եկեք, սա է իմ դասարանը, առաջին դասարանը, դեռ ինչպես հասկացաք, դասարանի չափերից աշակերտների քանակը բավականին քիչ է գյուղում։ Իմ դասարանում սովորում է 3 աշակերտ, 3-ն էլ տղա ու գյուղի պայմաններում մեծաքանակ դասարան է։ Դպրոցը 13 աշակերտ ունի, մեկ աղջիկ է ավարտել։ Պատկերացրեք մի դասարան, որտեղ 3 աշակերտ է, բոլորի հետ անհատական ուսուցում է իրականացվում, կարելի է ասել, ընտնային առաջադրանքներ գրեթե չեն լինում, բոլորը դպրոցում հասցնում են կատարել, ոնց էլ մեծ դպրոցներում 30 հոգանոց դասարաններում աշակերտները գնում են դասապատրաստման, հա, բայց մեր մոտ լրիվ անհատական ուսուցում է իրականացվում, դե բնականաբար ավելի առաջընթաց կա։ Մենք Ագարակից ենք գալիս, 2 տրանսպորտ ենք փոխում, մինչև հասնում ենք գյուղ Նռնաձոր, մի հատ գալիս ենք Ագարակից դեպի Մեղրի, նորից Մեղրիից նստում ենք Նռնաձորի տրանսպորտը։ Դե ճանապարհն էլ դուք արդեն եկել եք, տեսել եք, ինչ վիճակ է, եթե ճանապարհը լինի բարեկարգ, ուսուցիչների քանակներ կհամալրվի, վստահ եմ, որովհետև մասնագետների պակասել ունենք, շատ առարկաներ, մենթալ դպրոցն է դասավանդում, հա, հեռավար են անցնում երեխաները։ Հիմնականում բնագիտական առարկաները, քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, դրանք հեռավար են անցնում։ Ինֆորմատիկա դժվար է, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ գյուղերում էլ պետք է դպրոցները գործեն, որովհետև եթե գյուղը չունեցավ դպրոց, ապա հավանականությունը մեծ է, որ գյուղը կդատարկվի, հա, երիտասարդ ընտանիքները բնական է կտեղափոխվեն այնտեղ, որտեղ հնարավորություն կա կրթություն ստանալու։ Շուրջ 2 տարի է ինչ աշխատում եմ այս դպրոցում, աշխատավարձերի ոչ մի տարբերություն չկա թե մեծ դպրոցում, թե փոքր դպրոցում։ Ատեստացիան դեռ ոչ, որովհետև ես դեռ մագիստրատուրայում ուսանող եմ, մինչև չավարտեմ չեմ կարող անցնել կամավոր ատեստավորումը։ Իմ աշխատավարձը մի քիչ տարբեր է, որովհետև ես այստեղ նաև կեսդրույթ գրադարանավար եմ, դրա համար չեմ կարող ստույգ ասել էլի, ասենք դասավանդան մոտավորապես 140,000։ Դե հիմա կարծում եմ այդ աշխատավարձի առումով բավականին բարելավել է ոլորտը, հա, եթե ուզում եք բարձր աշխատավարձ, գնացեք կամավոր ատեստավորման։ Բողոք չկա աշխատավարձից, որովհետև կա տարբերակ բարձրացնելու, ամեն մարդ ինքը իր վրա պետք է աշխատի եւ բարձրացնի իր աշխատավարձը։ Մեր անգլերենի ուսուցչուհին է ատեստավորվել անցյալ տարի, հենց առաջին անգամից անցել է։ Աշխատավարձը մոտավոր դրույքը դարձել է 200,000։ Ժամանականակի հաշվով փոփոխություններ են լինում, բայց դրույքը 200,000 է, եթե անցնում ես կամավոր ատեստավորումը։ Ճանապարհածախսը վճարում է, օրը 600 դրամ մենք ծախսում ենք, բայց եռամսյակը 1 պետությունը փոխհատուցում է։